Ինչ որ մի ձայնագրության հիման վրա Կաշերքավի կալել ապաշքերա։ Հասկացան Դանիել սպասի մեծ տղա ես մի րոպե մի բան արա։ Այնինչ մենք ունենք զուգահեռականության մեջ Երևանի քաղաքապետ, որը ոչ պակաս խնդիրների մեջ է։ Այստեղ մենք ունենք պետական բյուջետից մսխած գումար ու հետևից գնացող այդ այնց զորքով, այդ այնց գնան մի հատ ստուգեն։ Այս երկրում ով է ամենաշատը պայքարել, որպեսզի Տիգրան Ավինյանի դեմ քրեական հետապնդում հարուցվի։ Ով։ Մենք ով։ Իրաց քաղաքացիների միավորումը։ Եվ Հիմա դու եկել ինձ ինչ ես ասում ես այ քաղաքասարակությունը քննադատում է իշխանություններին մենակ երբ որ Ճիշտ ես ասում Նիկոլ Փաշինյանի ժամանակ վարիանտ չկա այլա խոհլնելու բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը զգում է որ իր հետ կապված մի հուզվի մի հատ ջուր բերեք Ժորժ ջան ասում մարդ հավատացել վարիանտ չկա այլա խոհլնելու բա դու ինչ ես այդ process-ը դառնում է ներողություն Հովիկ Աղազարյան Այդ process-ը դառնում է մենք ունենք особо приближенный к императору դրա համար ասում է հնարավոր է որ ներսից տեղեկությունները ավելի մոտիկ լինեն ես կասեմ իմ տեսակետից երբ որ ազգային ժողովի լավ Տենց հավերժ համատելու ենք մինչև 18 թվի հետ գնանք հասնենք 18 թվի մակարդակին, չեմ ուզում։ Որովհետև այդ համեմատելով դու նշածողը տակ միջացնում ես 17 թվի հանրապետական կուսակցության միջացնում են նրանք, ովքեր դեպի այդ ճանապարհն են գնում։ Ես չեմ միջացնում։ Օգնում են նրան նաև այն մարդիկ, ովքեր որ ամեն իրավիճակում փորձում են արդարացումներ գտնել այս իշխանությունների համար։ Մի խոսքով, մի եկա պատմություն։ Բարև ձեզ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հասարակությունը պայմանականորեն բաժանել է երկու բևեռի։ Մի կողմ պնդում է, որ սա վաղուց սպասված արդարադատություն է կոռուպցիայի դեմ պայքարում, մյուս կողմը համոզմունք է հայտնում, որ սա քաղաքական հաշվարդար է կենտրոնական իշխանության դեմ մարտահրավեր նետած Պաշտոնյայի նկատմամբ։ Թեմայի շուրջ բանավեճելու են նշար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը եւ իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Արդյոք իշխանությունը կիրառում է ընտրովի արդարադատություն լրացնելով քաղաքական ընդդիմախոսին, թե սա իսկապես օրենքի գերակայության հաստատման խնդիր է, որտեղ տեղի է ունեցել համաձայն քննչական կոմիտեի հայտարարության կոռուպցիոն դեպք, խնդրեմ։ Եթե համեմատության մեջ դնենք օրինակ մեկ այլ քաղաքապետի հետ կապված կոռուպցիոն հայտնի դեպքը, որտեղ պետական բյուջետից հատկացված գումարները անիֆի շնորհիվ, անիֆը ղեկավարելու կամ չգիտեմ մսխելու կամ ցանկացած այլ գնահատական տանք կորելու փաստացի ըստ նպատակի չօգտագործելու գործի փոշիանալու ցանկացած բառ կարելի է այստեղ օգտագործել հաշվի առնելով նաև որ մարդը անմեղության կանխավարկածի իրավունքը դեռ որևէ մեկը չի չեղարկել բայց ակնհայտորեն հա անիֆը չկա գումարը չկա պատասխանատու չկա եւ այդ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկն է Ավինյանն է հիմա երբ որ դու մի քաղաքապետի հետևից չես գնում այդ process-ները կոռուպցիոն ռիսկերը չեմ ասում կալանավորեն չնայած այդ էլ այս դեպքում իստումա գումարները այնքան մեծ էր որ եւ ազդեցություն ունենալու ապացույցներ ոչնչացնելու վկաների վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը այնքան մեծ է այս դեպքում որ գուցե եւ կալանավորումը ինչ որտեղ արդարացված կլներ ոչ միայն չես գնում այլ process-ը չի ընթանում եւ այս մարդուն միջև անգամ այսօր մեղադրանք առաջադրված չի բայց կա մեկ այլ քաղաքապետ որը ենթադրյալ ինչ որ գործողության հետ կապված ինչ որ մի ձայնագրության հիման վրա կաշերքավի կալել ապաշքերա հասկացան Դանիել սպասի մեծ տղա ես մի րոպե մի բան արա ապաշքերա կաշերքը հասկացանք մի Դանիել կանդրադառնաս մի րոպե հերթը կգա դու մեկ այլ այնքան ես խոսալու որ ասում ես այստեղ կհանգստանամ կա մեկ այլ դեպք Գյումրու քաղաքապետի հետ կապված որ մարդուն անգամ չեն էլ հրավիրում հասկանու ես ծանոթագիր չեն ուղարկում ծանոթագիր ուղարկելու չներկայանալու հետո կարելի է մի զորք մարդով գնալ մարդուն կալանվել ձևը շատ կարևոր է Պարոն Իոնիսյան, խնդրում եմ։ Նինա ջան, իրականությունն Պարոն Իոնիսյան, դու ճշմարտությունից առաջ ծանոթագիր չեն Պարոն Իոնիսյան։ Ծանոթագիր ուղարկեն ասեն 5 օրից գալու ենք ձեր կաբինետը խուզարկենք, տենանք կաշառքի հետ կապված ինչ ապացույց ենք Պարոն Իոնիսյան, խնդրում եմ։ Մի ամբողջ զորք գալիս է եւ այն տարբերակը, որով իրան գալիս են, այն ձևը, որով իրան գալիս են, դա իհարկե ակնհայտորեն այսպես տպավորություն թողելու, շոու թողելու, այ բարձր հուզականություն ունեցող մարդկանց իշխանությունների այսպես պայծառ գործնեությունը տենց շատ դրական գնահատողների համար տենց տպավորություն թողնել վերջապես մենք ունենք այն հզոր մանդատը ինչ որ մի հատ մանդատ են ստացել այն չակուճը պողպատե մանդատը եւ չակուճը վերջապես գործի դրվեց այնինչ մենք ունենք զուգահեռականության մեջ Երևանի քաղաքապետ որը ոչ պակաս խնդիրների մեջ է նշում եմ այստեղ մարդը կաշառք ենթադրյալ
կաշառքի հետ կապված, իսկ անհատի հետ կապված ինչ որ process, այդտեղ էլի շատ խիստ դատապարտելի է, թե այդպիսի process տեղի ունեցել։ Այստեղ մենք ունենք պետական բյուջետից մսխած գումար ու հետևից գնացող այդ այնց զորքով, այդ այնց գնան մի հատ ստուգեն, գան մի հատ կաբինետը մտնեն տակնու վրա անեն խուզարկություն անեն, մի հատ վկաներին բոլորին հավաքեն, բերեն տանեն, այնտեղ կալանալու, տենց բան չկա։ Սա է մեր իրականությունը։ Այսինքն ձեր կարծիքով, այդ ձեր համեմատությունը կոնկրետ ցույց է տալիս, որ ձեր կարծիքով սա ընտրովի արտադրություն է միանշանակ։ Հասկացա։ Ձեր կարծիքով։ Գիտեք, ինձ թվում է մենք պետքա տարանջատենք երկու բան, երկու հարց։ Հարց առաջին, արդյոք Գյումրիի դեպքում իրավապահները արել են ինչ որ պիտի անեին, մոտավորապես, հա, գոնե մոտավորապես ընդհանուր առմամբ։ Դետալների մեջ այս պահին չխորանալով, իհարկե դետալների ակում, բայց դետալների մեջ ընդհանուր առմամբ մոտավորապես այն են արել ինչ որ պիտի անեին, թե ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը իմ համար միարժեք այո է, որովհետև ինձ համար ակնհայտ է, որտեղ առերևույթ կաշառք կա եւ հակակոռուպցիոն կոմիտեն արել է այն ինչ որ հակակոռուպցիոն կոմիտեն պիտի անի, երբ որ կաշառք կա։ Սա մի հարցի պատասխանը։ Մյուս հարցի պատասխանը հետեւյալն է։ Իսկ օրինակ երբ որ լինում են իշխանական պաշտոնատար անձինք, իշխանական պաշտոնատար անձանց մասով իրավապահները միշտ անում են այն ինչ որ պիտի անեն։ Եվ այստեղ պատասխանը ցավոք սրտի ոչ միշտ են անում։ Երբեմն անում են, կան իշխանական պաշտոնյաներ, որոնք կոռուպցիոն գործերի համար ազատազրկված են, դատապարտված են, դատվում են, չգիտեմ, կան, նենց չի որ չկան, բայց կան դեպքեր, երբ որ տեսնում ես, որ առերևույթ ոնց որ թե կոռուպցիա կա, բայց այդ ակտիվ քրեական հետապնդումը կամ առհասարակ քրեական հետապնդումը չկա։ Ինչ խոսում է նրա մասին, որ դատաիրավական համակարգը Հայաստանում իհարկե ունի քաղաքական անկախության շատ լուրջ խնդիր։ Ոնց որ այդ խնդիրը կա, կույրա պետք լինել այդ խնդիրը չտեսնելու համար։ Եվ նույն օրինակ մեզ շատ են ասում, այ դուք հանցագործության մասին հաղորդումներ, որ ներկայացնում եք նաև իշխանության կատարած խախտումների մասով, իսկ իշխանության կատարած խախտումների մասով գործեր հարուցում են, չէ՞ մենք շատ հստակ տարբերություն ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունների կատարած խախտումներով իրավապահները շատ ավելի քիչ ախորժակով են քննում այդ դեպքերը, քան երբ որ անդիպությունն է։ Այդ տարբերությունը մենք տեսնում ենք, բայց ինչպես է դա տեղի ունենում, քանի որ համակարգին, քանի որ փորձեմ sense ձևակերպեմ, ոչ թե ի վնաս անդիմությանը, այլ ի օգուտ իշխանությանը։ Ինչ տարբերություն։ Տարբեր, չէ, ասեմ տարբերությունը որն է։ Տարբերությունը հետեւյալն է։ Անդիմության հետևից անտեղի են գնում, թե իշխանության հետևից չեն գնում։ Եվ ես ասում եմ, երկրորդն է։ Անդիմության հետևից կներեք էլի Վարդան Ղուկասյանի հետևից անտեղի են գնացել, չէ, տեղին են գնացել։ Հարցին պատասխանեք, իսկ ինչի Ավինյանի հետևից չեն գնում։ Ասեցի, որովհետև քաղաքական նպատակարարությունից ելնելով արդարադատության համակարգը օգտագործում են, ինչպես նախկինում հանցավոր ռեժիմը օգտագործել է որպես իր անձնական օգտագործման գործիք, այսօր Նիկոլ Փաշինյանը նույն հանցավոր ռեժիմի տրամաբանության մեջ օգտագործում այդ համակարգը իր նպատակներին, իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ինձ մի հարցի պատասխանեք, էլի, ինչպես է դա։ Որն է տարբերությունը։ Ինչ ներողություն, նախկինում մարդիկ ընդհանրապես հանցագործություն չգործած անձանց ուղղակի տանում են, նստացում են բանտ։ Այսինքն Սամվել Կարապետյանի ինքը մեծ համար կասացի քաղաքական օպոնենտ է, բայց ես պնդում եմ, որ Սամվել Կարապետյանին Գևորգ Սաֆարյանի հետ կարելի է համեմատել։ Սամվել Կարապետյանի գործը, կներեք։ Ես Գևորգ Սաֆարյան ընդհանրապես ոչ մեկին չեմ համատել, որտեղ Գևորգ Սաֆարյանը ինքը գաղափարական, ինքը ազնվագույն եւ նպատակներով Բայց ես եմ ասում Սամվել Կարապետյանի արած արտահայտության մեջ ինչ քրեորեն բաժելի բան կար, որ տարան մարդուն 4-րդ ամիսնա պահում էր։ Նորից այդ մարդը իմ մոտ քաղաքական օպոնենտ է։ Այդ մարդու նկատմամբ քաղաքական հետապնդումն էլ ակնհայտ քաղաքական մոտիվացիան, բայց ես ասում եմ ուրիշ բան Դե բայց դրանց հետո ինչի մասին են խոսում, դա ինչ արտադրության համակարգի մասին։ Մի րոպե, կարծես հետեւյալն էր, ասում ես, ինչ տարբերություն։ Ասում եմ, կա շատ մեծ տարբերություն։ Եվ շատ մեծ տարբերություն է նա, որ այն ժամանակ կարող է գային, ավտոմատով կրակեին ժողովրդի վրա, մի հատ ժողովրդից մի 150 հոգի վեկալեին, տանեին, նստացնեին բանտը։ Մի քիչ էլ որ սպասես նույն ճանապարհով են գնալու։ Մի քիչ էլ որ սպասես նույն բանից ստանալու։ Դե կարող է մի քիչ էլ սպասեմ ավելի վատ լինի, ես չգիտեմ, բայց որ ասում ես տարբերությունը ո՞րն է, ես ասում Եթե հավասարակությունը շարունակի իրան պահել այս sense ոնց որ պահում է այսօր, մենք
բացարձակ բոլոր գործողությունները արդարացնելու ճանապարհով գնալ, այնտեղ որտեղ հնարավոր չի, այնտեղ որտեղ չէ, մի րոպե, ոչ մեղադրանք ես ասում։ Ընդհանրապես հնարավոր չի արդարացնել օրվա իշխանություններին, ստիպված է լինում, հիմա ոնց որ դու ասեցիր, դե հա քաղաքը Երևանի քաղաքապետի տարբերակ ինձ ասա, էլի այս երկրում ով է ամենաշատը պայքարել, որպեսզի Տիգրան Ավինյանի դեմ քրեական հետապնդում հարուցվի։ Ով։ Մենք ով։ Իրաց քաղաքացիների միավորումը։ Եվ Չկներես, դուք մենք քաղաքասարակությանն ենք քննարկում։ Ասում ես քաղաքասարակությունը աչքա փակում։ Իրաց քաղաքացիների միավորումը դատական տարբերացիաներում պայքարելա, որ Տիգրան Ավինյանի դեմ քրեական հետապնդում հարուցվի։ Դատական տարբերացիաներում պայքարելա, որպեսզի Ալեն Սիմոնյանի դեպքով քրեական գործ հարուցվի։ Հիմա դու եկել ինձ ինչ ես ասում ես այ քաղաքասարակությունը քննադատում է իշխանություններին մենակ երբ որ տեղին եմ ասում, որովհետև դու ամեն արտակ օգտագործելու փոխարեն կներես Աճապարյան դու вообще не Բիրո իսկ Աճապարյանի մասով ով է այս հասարակությանը Աճապարյանի փաստաբաններին փաստարկ տվել, փաստաթուղթ տվել, որ ապացուցում է, որ Աճապարյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական մոտիվացված է։ Ճիշտ է, որովհետև տարբերակ չկա, Դանիել ջան, որովհետև բոլորը հասկանում որ տարբերակ չկա դրա մասին։ Ինչ նշանակում տարբերակ չկա, եթե այս իշխանությունների կողմնակից Դանիել ջան, ինչպես դու ես ներկայացնում Չէ, ինչպես դու ես ներկայացնում, եթե ես լինեի իշխանությունների կողմնակից, այդ փաստաթուղթը ոչ էլ երբևիցե ջերի երես դուրս գա։ Վայ, այնպես է դուրս գալու պատկերացում։ Ո՞նց է դուրս գալու։ Պարոն Յանիսյան, Այս բան ով է դուրս անելու, քննչական կոմիտեները անելու։ Ես մոտի օրինակը կվառեի կկորցնեի, եթե ես իշխանության կողմնակից լինեի, երբեք չէի իմանա, որտեղ կա իրավիճակ, որտեղ Դանիել ջան դու ես, որտեղ դու ես հասկանում, որ իրավիճակ կա։ Աստված ջան, տենց մի հուզվի Դանիել, հանգիստ ասում, շատ լուրջ մեղադրանք եմ ասում, որովհետև շատ իրավիճակներում փոխանակ գնաք ամեն հանդիպման ժամանակ ներկայացնեք, որ ժողովրդավարը եւ արդարադատության համակարգում բարեփոխումներ են լինում, ամեն հարթակից պետք է ասել, որ ունենք այնպիսի արդարադատության համակարգ, որի պայմաններում պետական իշխանության ներկայացուցիչները պատասխանության չեն ենթարկվում։ Ոչ միշտ։ Ուղիղ հակառակ։ Ինչ անշարժ ոչ միշտ չեն ենթարկվում։ Կան դեպքեր, որ ենթարկվում են։ Օրինակ, եղել է նախարար, այլախոհության պարագայում, երբ որ տեսնում են, որ այն նախարարներ են, երբ որ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մի բանը այլախոհությունը տեսանել, ճիշտ ես ասում, Նիկոլ Փաշինյանի ժամանակ վարիանտ չկա այլախոհելնելու, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը զգում է, որ իր հետ կապված մի հուզվի, մի հատ ջուր բերեք, Ժորժ ջան, ասում մարդ ավատացել։ Վարիանտ չկա այլախոհելնելու, բա դու ինչ ես։ Եր իր խմբի մեջ եմ ասում։ Իր խմբի մեջ եմ ասում։ Մեջ այլախոհներ չկա։ Իհարկե չկան, չեն կարող լինել, հենց որ պահից ինքը զգում է, որ այնտեղ այլախոհություն կա, շատ արագ այդ process-ը դառնում է լրիվ process։ Այդ process-ը դառնում է ներողություն Հովիկ Աղազարյան։ Այդ process-ը դառնում է Դավիթ Սանասարյան։ Այն նախարարը, որը եզակի գեներալներից էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ չգնաց, Նիկոլ Փաշինյանին աջակցեց։ Ով ներողություն։ Այն նախկին նախարարը, որ հիմա դատապարտված է։ որ նստած է։ Կոռուպցիոն հանցագործության համար նստած է։ Այո, ազգանունը չեմ հիշում։ Այլախոհության խնդիր կար, չէ, կոռուպցիայի վրա բռնեցին, նստացրեցին։ Ասում են եզակի նախարարներից էր, որ Նիկոլ Փաշինյանին, երբ որ բոլոր գեներալները Նիկոլ Փաշինյան դեմ էին դուրս գալ, ինքը Նիկոլ Փաշինյանն աջակցեց։ Ընտիր, փաստորեն մի հատ չէ։ Դրանց ամիսներ անց մի օրինակ ունենք։ Ընտիր, մի օրինակ ունենք։ Որ ասես մի օրինակ ունենք։ օրինակներ կան, Պարոն Յոնիսյան, ներողություն, ես հարցը ձևակերպեմ, շատ լավ է այս բանավեճ, ես կողքից նայում եմ, իհարկե շատ հետաքրքիր է, երևի հերոսադիտողի շատ հետաքրքիր կլինի, բայց եկեք մի փոքր առաջ գնանք, էլի մեր քննարկման մեջ։ Ինչպես է տեղի ունենում այդ ընտրովի արդարադատությունը, դրա անատոմիան ինչպես է ձևավորվում, այս ձեզ խնդրում ըստ էության այս հարցին պատասխանեք։ Օրինակ, պահեր կան, անձիկ կան, չգիտեմ, պաշտոնյաներ կան, որոնց նկատմամբ իսկապես քրեական գործեր հարուցվում են։ Կան, որոնց նկատմամբ չեն հարուցվում։ Իրենք առավել մոտ են, այսպես ասած, իմպերատրին կանգնած, դրա համար իրեն։ Ինչպես է դա տեղի ունենում, ինչպես են զանգում, քննչական կոմիտեի պետին ով է ասում, որ սրա գործը թաղեք, առաջ չգնա։ Թե իրենք լավ գիտեն, ում գործը պետք է թաղել, առաջ չգնա, ում գործը պետք է իսկապես բան անեն, առաջ մղեն, հա։ Ձեր կարծիքը։ Երկուսն էլ արդարադատության համակարգին բավական լավ ծանոթ եք, դրա համար եմ ուզում հասկանալ այդ անատոմիան ինչպես է ձևավորվում։ Ավելին ասեմ, մենք ունենք особо приближенный к императору, դրա համար ասում եմ հնարավոր է որ ներսից տեղեկությունները ավելի մոտիկ լինեն, ես կասեմ իմ տեսակետից։ Երբ որ ազգային ժողովի Լավ։
Ասեք ինձ լավ զգամ։ Այդ լավ զգալու բան չի։ Այս էնդեկն է, որ ընդհանրապես լավ զգալու բան Ասեք չի։ ինձ վատ զգամ չասկի։ Ամա չի։ Լավ, անցանք առաջ։ Երբ որ տեղի ունենում բախումներ փողոցում եւ ոստիկանական ճնշումներ են տեղի ունենում, իսկ ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից Նիկոլ Փաշինյանը գովաբանում է ոստիկանությանը եւ պնդումներ անում եւ ջատագովում է այդ process-ները, դա ցուցում է։ Երբ որ ընթացքի մեջ գտնվող քրեական գործի վերաբերյալ ոնց էր անունը այն Բագրատ Սրբազանի հետ կապված գործը դեռ ընթացքի մեջ է, բայց ազգային ժողովը ընդունում է հայտարարություններ, չգիտեմ ինչ որ բան էին ընդունել եւ բացառապես միայն ԿՊ-ականների ձայնով ընդունում են ու իրավական ձևակերպներ են տալի, որ այդ տեղի ունեցածը դա իրավական գնահատական է, որ դա ահաբեկչություն է եւ նրանք ովքեր որ չեն միանա այդ հայտարարությանը եւ չեն դատապարտի այդ process-ին, նրանք ահաբեկչության կողմնակիցներ, սատարողներ, չգիտեմ ինչա, սա ուղիղ իմաստով մեսիջա քննիչին, դատախազին, դատավորին ու մնացած բոլոր հարակիցներին։ Անպայման չի զանգել ասել, երբ որ ստացվում է մտնելով մտնոլորտ բան չեն էլի մտավոր խնդիր չունեն այդ մարդիկ 1000 տարվա փորձ ունեն աշխատել, իրանք շատ լավ հասկանում են, երբ որ Նիկոլ Փաշինյանը մատը թափա տալի, ասում է բոլորը KGB-ի պատվալներում փթելու եք, երբ որ զուգահեռաբար գնում են Սամվել Կարապետյան, դաժե կարծեմ չգնացած հələ բան են անում, Նիկոլ Փաշինյանը գրառումներ անում ամիսներով ինչքան կկալանավորին, ով ինչով է զբաղվելու, ով ում հետ ինչ հարաբերություններ մեջ անում, այս ամբողջը սենց հեղեղում է, կներեք էլի այդ համակարգը ինչա, մահապարտ է, ինչա, դատախազները, քննիչները մահապարտ են, անմեղ սունակ են, ինչ են, դեգեներատ են, ինչ են, որ չլսեն օրվա իշխան, իրանք միշտ են տենց աշխատել, այնպես չի, որ սա Նիկոլ Փաշինյանի բացահայտումն է, կամ իր ֆիշկան է, կամ իր ոնց ասում աննախադեպության նշանը, չէ, այդ մարդիկ միշտ տենց են աշխատել, կարող է առաջ զանգել են, հիմա զանգելու կարիք չկա, հիմա մարդը օնլայն գրում է, օնլայն եթերներից հայտարարում է, դրա դեմը ով պիտի, ինչով է պաշտպանված քննիչը, դատախազը, դատավորը, ինչով է ինքը անկախ, որ կարողանա այդ process-ին դիմադրի, իհարկե չի կարողանալու դիմադրի, այսօրվա այնքանով է թափանցիկ այս ամբողջ process-ը, որ որոշ պաշտոնյաներ, տարբեր ոլորտների պաշտոնյաներ գրառումներ են անում, ուղիղ ցուցումներ են տալիս, դրանից ավել ցուցում էլ աստծուց կրակ եք ուզում։ Խնդրեմ, ինչպես է տեղի ունենում։ Գիտեք, ընդհանուր առմամբ մոտավորապես Նինայի ասած մեխանիզմները պլյուս մինուս այն պատկերացումների հետ համընկնում են, ես մի օրինակ բերեմ, էլի մի անգամ ինձ մարզերից մեկում կանգնացնում են, ասում են ուժեղացում, բարեկները կանգնացնում են, ասում են ուժեղացած, ծառայությունը խմատություն ենք ստուգում, ստուգեք, խմատությունը ստուգում են, վերջի ցույց է տալիս 0 բարի ճանապարհ, բարի ծառայություն, քշում գնում եմ, ինչ որ ժամանակ հետո զանգում է այս բարեկի վերադասերից մեկը, վարնյունության կներեք, բարեկը ձեզ չէր ճանաչել։ Ասում եմ, ոնց որ Ну ты видишь, ты особо приближенный к императору, դրա համար են քեզ զանգել, ինչի քեզ զանգել։ Ասում եմ, բայց ծուր խնդիր չկա, իր գործն արել, ջանը սաղ լինի, էլի հիմա բան, բա չէ, հաստատ ստեղ, այսինքն հասկանում եք, այս համակարգի ավանդույթներ կան, բաներ կան, սենց ընկալումներ կան, բաներ կան, սենց հասկանում եք, օրինակ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը կարծեմ Նիկոլ Փաշինյանին տոլի տուգանել է, տոլի ինչ որ տենց Նիկոլ Փաշինյանն վարչական ակտ կայացրել։ Այն բառամթերքի հետ կապված, եթե չեմ սխալվում։ Այո, բառամթերքի հետ կապված։ Ես վստահեցնում եմ համակարգի մեծ մասը, դատաիրավական համակարգի մեծ մասը ապշած է։ Դատաիրավական համակարգի մեծ մասի մտքում չի տեղավորվում ոնց որոշում են կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի արածը ինչ էր։ Կարգին հաղորդման լեզվով ասած, ասում է դա լավ չի, դա նորմալ է։ Մարդիկ իրենց գործ արել են, որոշումը կայացրել են։ Բայց համակարգը դատաիրավական համակարգը տենց բաների սովոր չի։ Ես հիշում եմ 7 տարվա մեջ կոռուպցիոն այստեղ էլ է հարց առաջանում, ինքնուրույն են կայացրել, թե սա էլ է բեմականացված։ Դժվար, ես ես ուրիշ բան ասեմ, հակակոռուպցիոն ուղիղ համեմատական չեմ տանում, բայց Չեչնայում են Ռամզան Կադիրովին են կանգնացնում եւ տուգանում իր ավտոմեքենան, էլի, դա պարզ է, ուղիղ համեմատություն չի, ուղիղ համեմատություն չի, բայց դա կահում է միանշանակ է համեմատությունը, կահում է միանշանակ։ Դե հիմա ես նկատի ունեմ հարցը գրոտեսկի վերածեցի, մի քիչ սրեցի նրա համար, որ մի քիչ էլ լավ սրեցի նրա համար, որպեսզի իմ ասած է, համակարգի անկախությունը ու ինքը դրսևորվում է տարբեր ձևերով։ Ինքը դրսևորվում է սկսած նրանից, որ բարեկը, որը կանգնացնում է
պայմանական դատախազիով, որ ասենք խմացա լինում, ոնց ասեմ, վախենում է ինչ-որ բան անի, վախենում է, խուսափում է, չի ուզում, տարբեր պատճառներով։ Որովհետև ինքը գնում է համակարգի ավանդույթների դեմ, այդ նույն ավանդույթներն են, այդ նույն ավանդույթներն են, այդ հակաինստիտուցիոնալ ավանդույթներն են, այդ ավանդույթները գլոբալ են, այդ ավանդույթները խորն են, եւ ես չգիտեմ, թե երբ մեզ կհաջողվի, ինչ-որ պահի կհաջողվի իհարկե, ինչ-որ պայծառապահոր այդ ավանդույթներից գոնե մեծամասամբ ձերբազատվել։ Շատ լավ, տեսեք, հարգելի գործընկերներ, մի կարևոր իրադարձություն եղավ էս Գյումրիի ձերբակալության գործընթացի ընթացքում, հա, Վարդան Ղուկասյանի, որ տևական ժամանակ, կարծես որոշումը կայացված էր, որ իրան պետք է ձերբակալեն, չէին կարողանում ձերբակալության գործընթացը իրականացնել, այսինքն մարդուն դուրս հանել քաղաքապետարանի շենքից եւ տանել համապատասխան ուղղությամբ այնտեղ այդ օրվա մասին է խոսքը։ Այսինքն մարդ իր աջակիցները այնտեղ հավաքվել էին, բավական լարված իրավիճակ էր, բայց սա անհնար էր պատկերացնել օրինակ 2018-19 թվականին եւ բարձր լեգիտիմություն ուներ իշխանություն եւ կհիշեք Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը ինչ հանգիստ տեղի ունեցավ առանց որևէ խնդրի, չնայած մասշտաբներով շատ ավելի ազդեցիկ մարդեր այդ ժամանակ կարելի ասել էջմիածնում, հա։ Սա ինչի մասին է խոսում, որ իշխանության լեգիտիմության մասին է խոսում, լեգիտիմության ճգնաժամի կամ թույլ լեգիտիմության մասին է խոսում, որ Վարդան Ղուկասյանի նման մարդուն, որի հետ կապված կամ բազմաթիվ պատմություններ 2019 թվականից կա համաձայն դատախազության հայտարարության քրեական գործ, որը ուղարկվել է դատարան եւ այլ, բայց ձերբակալությունը ժամեր տևեց, հետո հետնամուտքից ինչ որ մի ձև դուրս հանեցին, փախցրեցին տարան, էպիկ ձևով փախցրեցին տարան եւ այլ։ Սա լեգիտիմության խնդրի մասին է խոսում, խնդրեմ։ Ոյ, սա խոսում է նրա մասին, որ մեր հասարակությունը չի վստահում պետական մարմիններին։ Սա խոսում է նրա մասին, երբ որ գալիս են մարդուն ձերբակալելու, կալանավորելու, բերման ենթարկելու մնացածին, հասարակությունը վստահ չի, որ դրա տակ հասարակության մի մասը, ասենք, մենք չգիտենք հասարակությունը։ Մի մասն էլ ուղղակի այնքան հիասթափած ու զզված է բոլորից, որ դուրս չի գալիս։ Ուղղակի փողոց համախոհ է, բայց դուրս էլ չի գալիս։ Ես կարծում եմ, որ եթե Վարդան Ղուկասյանի նկատմամբ վստահությունը ավելի մեծ լիներ, այսինքն այնտեղ մի հատ ուրիշ մարդ լիներ, որի նկատմամբ վստահությունը կամ իր անցած ճանապարհը ավելի մաքուր լիներ, կարծում եմ ավելի շատ մարդ այնտեղ կհավաքվեր։ Երկրորդը, այսինքն մենք ունենք իշխանություն, որը 7 տարի իշխանության է, 7 տարի է, իմ հիշելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ երկնիշ թիվ էին ասում, քանի քրեական գործ կա հարուցված։ Ինչքանով ես եմ հիշում։ Այսինքն այդ երկնիշ թվի մեջ 7 տարվա ընթացքում ոչ մի բան չեն կարողացել, չգիտեմ, տոլի հիմնավորեն, տոլի չգիտեմ ինչ են արել, բայց այդ 7 տարվա կտրված, նենց հայ, որ նենց չի, որ ինքը բարի պտուղ է, բոլորն էլ քաղաքում, գնացեք Գյումրիում քայլեք, մի հատ տեսեք անհամաձայն մարդիկ իր մասին ինչ պատմություններ են պատմում։ Բայց այս 7 տարվա կտրվածքով մարդիկ սպասել են այնքան, որ այս վիճակը ստեղծվի, որ ինչ որ մի հատ նոր գործով գնան տանեն կալանքի, այսինքն, չգիտեմ, տոլի են գործերը հիմնավոր չեն եղել, մի խոսքով, մի եկա պատմություն։ Բայց ամենավտանգավորը դա նա է, որ մեր հասարակությունը սեփական պետության իրավապահ արդարադատություն իրականացնող համակարգերի նկատմամբ չունեն վստահություն։ Սա ամենավատ բանն է, ինչը կարելի է ունենալ նման ծանր վիճակում, նման ծանր տարածաշրջանում, ավելի գլոբալ իմաստով ավելի մեծ խառնաշփոթի, համաշխարհային խառնաշփոթի պայմաններում դու կարող ես ունենալ դա չվստահել քո սեփական պետությանը։ Եվ այո, զուգահեռաբար դա նշանակում է նաև, եթե ինստիտուտներին չեն վստահում, նշանակում է նաև իշխանություններին չեն վստահում։ Այսինքն, այս մարդիկ տեսել են բազմաթիվ դեպքեր, իրադարձություններ, որտեղ մեղմ ասած վստահություն չի ներշնչում իշխանության գործողությունները եւ առանձին դեպքերում անգործությունը։ Հետեւաբար, այո, սա այս ամբողջ կոմպլեքսն է, որը խոսում է մեր պետության, մեր սուվերենության, մեր ինստիտուտների բացակայության կամ թույլ լինելու, ինստիտուտների կայացած չլինելու կամ առանձին դեպքերում բացակայելու, մի խոսքով լավ բանի մասին չի խոսում։ Ես մեծ հաշվով կհամաձայնվեմ Նինայի հետ, որ սա ինստիտուտների թուլության նշան է, բայց մի քիչ ուրիշ պատճառ հետևանքային կապով։ Քրեական ենթամշակույթի։ Այն ինչ որ տեսան Գյումրիում, քրեական ենթամշակույթի դրսևորում էր։ Կներեք, 1.5 տարի առաջ, 1.5 տարի առաջ չէ, Վահան Քյուրիփյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացվեց, որը մեղմ ասած շատ ավելի կասկածելի հիմնավորվածություն ուներ։ Բայց
եւ մեղմ ասած Վահան Քերոբյանն է իրար կող կանգնացես Վահան Քերոբյանին ու Վարդան Ղուկասյանին ասես տենց առաջայացկից իրանցից որ մեկը կլինի կոռուպցիոներ հաստատ մարդիկ Վահան Քերոբյանի վրա չի չէ որ ցույց կտան բայց Վահան Քերոբյանի համար ոչ մի ցույց չեղավ Վարդան Ղուկասյանի համար ցույց որն է ցույց քաշքշուբ Այստեղ խնդիրը քրեական ենթամշակույթն է, որը գլոբալ առումով պետության ինստիտուտների չկայացվածության արդյունք է եւ բայց դա պարոն Յովանեսյան ճիշտ է իհարկե Վարդան Ղուկասյանի հետ կապված կան շատ քրեական պատմություններ եւ այդ ենթամշակույթի այդ շելֆը իր հետևից այդ հետագիծը կա դրա մասին խոսք չկա բայց կարելի է ամբողջությամբ դրա վրա գցել ամբողջ հասարակություն որը որպես քաղաքացի լավ այդ մասան այդ մարդիկ մի հատ հարցը շարունակեմ ու ուրիշ բան եմ ուզում ասեմ էլի նայ մի ամբողջ մարդիկ դուրս են եկել փողոց ու գնահատելու համար որ այս մարդիկ իրանց քաղաքացիական դիրքորոշումն են անում այս մարդիկ իրանց ձայնը լսելիության մասին են խոսում այս մարդիկ իրանց ձայնը իրանց ընտրված իրանց կողմից ընտրված ղեկավարի քաղաքապետի իրանց ձայնի հետևից են գնում մի անգամից ստանում ես դնում ես քրեական ենթամշակույթ այսինքն բոլորը ովքեր այնտեղ հանդիպել են այդ քրեական ենթամշակույթի կրողները բան ասեմ Գյումրիի հետ կապված կհիշեք Գյումրի ընտրություններից մի քանի օր առաջ եղան ձերբակալություններ ընտրակաշարքի վերաբերյալ ընտրակաշարքներով ձերբակալություններ եղան ընտրություններից այո ընտրություններ Գյումրիի տեղական ընտրություններից մի քանի օր առաջ եւ ըստ էության մեր գնահատականը որպես դիտորդություն իրականացնողները որ այո ընտրակաշարք մենք չգիտենք այդ անձինք են ընտրակաշարք բաժանել թե չէ բայց այն որ այդ ուժերը ընտրակաշարք բաժանում են դա մենք գիտենք բայց մեր երկարաժամկետ դիտորդներն օրինակ գնահատականը ինչ որ առումով նաեւ էներ որ դա իշխանությունների քվեների վրա բացասական ազդեցություն ունեցավ, որտեղ Գյումրիում ընկալեցին շատ շրջանակներ, որ ոնց էլի բանդես ոստիկան եք բերում մեր վրա, բան sense։ Գյումրիում այդ մի քիչ տղա եք բերում մեր վրա, այդ մի քիչ Գյումրիում մի քիչ տեն սպეციფիկաներ էլ կա, որը մենք պետք է հաշվի առնենք։ Գյումրիում առհասարակ այդ պետական ինստիտուտների եւ ոստիկանության նկատմամբ մի քիչ ավելի բացասական վերաբերմունք կա, քան միջին պատկերը հանրապետությունում, բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել, էլի այդ 10 քանի գործերի ու այս մի գործի հետ կապված 10 քանի գործ կարծեմ, ես էլ եմ հիշում, որ երկիշ թիվ է, ես էլ եմ այդպես հիշում, վերջը շատ գործեր, հա։ Ինչ տեղի կունենար այս գործով, ինչ եմ ես ասում, որ այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն պրոֆեսիոնալ է գործել։ Որովհետև ինչ տեղի կունենար, եթե հակակոռուպցիոն կոմիտեն պրոֆեսիոնալ չգործեր։ Այդ շենքը, այդ շինությունը 1500 մետրանոց, որ ուզում էին կաշառքի դիմաց, ըստ վարույթի բանի, կաշառքի դիմաց ուզում էին օրինականացնել։ Ձև տալ, թե իբր քանդել են եւ շին թույլտվությամբ նորից օրինական սարքել են։ Հա? Այսինքն թղթերով այդ շենքը քանդվելու էր նորից սարքվեր, բայց իրականում այդ շենքը չէր քանդվելու սարքվեր։ Շուտեուշ չոր մեկը դա բան ջրերես դուրս էր գալու, էլի։ Շուտեուշ կամ մի հետաքննող լրագրող, կամ մի ինչ որ քիչ թե շատ ակտիվիստ գյումրեցի, կամ իրա քաղաքական ընդդիմախոսները, ով ուզում ալնի են, որում կապ չունի նույնիսկ որ քաղաքական ուժից լիներ քաղաքապետը, շուտեուշ տենց բան ջրերես դուրս էր գալու։ Բայց եթե դա դուրս գար առանց օրինակ այս օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ ասում են գախնալսում, բայց ինձ թվում է դա ավելի շատ ներքին դիտում էր ձայնագրությունների։ Դու իմանաս Դանիել ջան, դու չիմանաս ով կիմանաց յոմալը։ Չէ, նենց չի որ ես ներսից գիտեմ։ Ես դա հրապարակված նյութերից իմ եզրակացությունն է, որպես ոլորտին ծանոթ եմ։ Հիմա այս ինչ էր տեղի ունենալու, ստացվել էր, որ ինչ-որ պաշտոնական կեղծիք ա եղել, այդ պաշտոնական կեղծիքը անհասկանալի է, հատուկ են արել, հատուկ չեն արել, գալու էին, ասելու էին, բա գիտեք, մենք գիտենք այդ շենքը քանդվել է, ու այդ գործը դառնալու էր բավականին վիճելի գործ, որը տարիներով քննվելու էր տարբերացաններում, որը փոշի էր նստելու, ու այդ գործը սենց էփելու մեծ հաշվով բոլորի համար պարզ էր ելնելու, թե այդ շենքի հետ ինչ ա եղել եւ ինչ չի եղել ու ինչի չի եղել։
նենց ինչպես կոռուպցիոն շատ գործերով, բայց նորմալ չէին կարողանալու ապացուցեին կոնկրետ մարդկանց մեղավորությունը։ Այս դեպքը տարբերվում է նրանով, որ նորմալ մարդիկ աշխատել են, գնացել են եւ ամբողջական ապացույցներ են հավաքել, ոնց ա եղել, որ այդտենց ա եղել։ Դրա համար ես ասում եմ, այս դեպքում մարդիկ պրոֆեսիոնալ գործել են։ Նորից այս մի բանը պիտի ասեմ, բայց այս ոնց ասեմ, բարձր հետաքրքրվածությունը, այս պրոֆեսիոնալ գործելը մենք ցավոք չենք տեսնում հաճախ այն դեպքերով, երբ որ կա արժանահավատ ահազանգեր իշխանական պաշտոնյաների կողմից կոռուպցիոն արարքների վերաբերյալ։ Այս արձանագրումը նաև եւս անենք։ Որպես ոչ ինչ էր անում Վարդան Ղուկասյանի հաստատ ոչ մոլի երկրպագու են, ոչ էլ բանեմ, բայց իմ մոտ այսպես կողքից տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունները պիտի ձերբակալեին ու կալանավորեին Վարդան Ղուկասյանին, այ հարմար առիթ չէին գտնում, էլ որ նախ ձեռը բռնած չէին գտնում, այն երկնիշ թվով գործերի մեջ հարմար բան չէին գտել, այս սա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Այստեղ է, Դանիել ջան, որ իմ մոտ այդ եւ ոչ միայն իմ մոտ ասեմ, այդ տվայտանքները արկային, հիմնավոր տվայտանքները արկային, հասկանում ես, քո ձևակերպումները, այ հենց դրա մասին են, այ որ հրապարակվի, որ դուրս գանք հետո կհրապարակվի կլսես, մի հատ լսի դու ոնց ես ձևակերպում, ու դա այլ տարբերակ ուղղակի չի թողում։ Կներես, դու դա ներկայացնում ես որպես բացասական բան։ Բայց արդյոք դա բացասական է, կներեք, հիմա պատկերացրեք, ես բարեխիղճ ոստիկան եմ։ Եվ ես տեսնում եմ, որ սա քաղաքական կոնտեքստ բան, սա մի պահ մի կողմ դնենք, հա։ Եվ ես տեսնում եմ, որ կա մի հատ հանցագործ, որը 17 դրվագով անցնում, այդ 17 դրվագն էլ գիտենք, որ իրականում արել է, բայց ոչ մեկով նորմալ ապացույց չունենք։ Ես որպես պարկեշտ ոստիկան ինչ պետք է անեմ։ Որ ասում գնացեք սրա հետևը նստեք սրան, հետևեք բան արեք, ձև չկա մի հատ անենց հանցագործության վրա բռնեք, որ սրանի վերջո տանեք փագենք։ Թե չէ էս ինչ վիճակա 17 հանցագործության մենք գիտենք որ այդ մարդը 17 հատ հանցագործություն արել, բայց մարդը ազատության մեջ է 17 գործերով էլ չկար հիմնավոր որևէ բան, որով տանային 17 գործով հասկանում եք 17 Իմ ասածը այն է որ եթե դա տենց է ոնց որ Նինան ներկայացնում է, ոնց որ հա նորմալ է տենց։ Շատ լավ, վերջին հարցը եւ մեր ժամանակը ցավոք Դու քո ներկայացրածը ներողություն Նինա քո ներկայացրածը Դատաիրավական համակարգի օգտին է խոսում, ոչ թե ի վնաս։ Եթե իրոք տենց է, եթե իրոք քո ասածով է, ուրեմն մարդիկ դատաիրավականի մասին չի, դա քաղաքականի մասին է, հասկանում ես։ Պարոն Յանսյան, այնուամենայնիվ մենք տեսել ենք դեպքեր, որ օրինակ Վարդենիսի դեպքում, եթե չեմ սխալվում, Ալավերդու դեպքում Արթիկի դեպքում, Վանաձորի դեպքում, հիմա նաև Գյումրիի դեպքում, Վարդենիսի չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ, բայց մյուս դեպքերով կարծես ճիշտ եմ ասում, Վանաձորի դեպքը ասել եմ, որ ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի պատկեր, որի արդյունքում ընտրվել եւ որևէ ժամանակ որոշ դեպքերում կառավարել է մի քաղաքապետ, հետո դրանք վերանայվել են տարբեր իրավիճակներով պայմանավորված։ Մեկ մարդ է անցել իրենց կողմը, չգիտեմ, ԿՊ-ի կողմը եւ ԿՊ-ի տեխնացուն է դարձել քաղաքապետ։ Մեկ ընդհանրապես ձերբակալություններ են տեղի ունեցել եւ այլ։ Ընդհանուր պատկերի մեջ հիմա նաեւ այո, ցավոք սպանություն, ես դա չեմ կարող որևէ մեկի հետ կապել կոնկրետ գուցե իրավապահ համակարգի թերիև վատ աշխատանքի հետևանքներ ընդհանուր առմամբ, բայց այս դեպքերը ինչի մասին են խոսում տիմերի վերաբերյալ։ Այո, իշխանությանը որ հարցնում ես, ասում են մենք ընտրություն չենք կեղծում։ Շատ լավ, ընտրություն չեք կեղծում, ընտրությունների արդյունքները ձևավորվում, բայց հետո խմբագրվում են ձեր գործողությունների արդյունքում կարծես թե խմբագրվում են այդ ուրեմն ընտրությունների արդյունքները։ Ինչու է այսպես, այս մեծ պատկերի մեջ ձեզ մոտ խնդիր չի առաջացնում։ Ընդդիմադիր համայնքի ղեկավարներ կան, որոնք որ ընդդիմադիր են, վերցնում են համայնքային իշխանությունը եւ Սյունիքում կան, այո, այդպես։ Ոչ թե Սյունիքում, եւ երկրորդ ինչ վերաբերում է Վոլոդյա Գրիգորյանի սպանության, ապա Չէ, դա հիմա չենք քննարկում, որովհետեւ ես Վարդենիսի դեպքը դա խայտարակված դեպք էր, իշխանությունների կողմից խայտարակված պահվածք էր։ Վանաձորի դեպքը էլի բավականին խայտարակված պահվածք էր։ Թալինի դեպքը մութ մնաց, տենց էլ հասարակության համար ինչ որ հարցեր
պատասխաններ չգտնվեցին, թե ինչի ավականու անդամներից մեկը կտրուկ փոխեց մոտեցումը Ալավերդի դեպքով, գիտեմ ասեմ Ալավերդի դեպքի հետ կապված։ Գնացեք նայեք, թե ես այն ժամանակ ոնց էի քննադատում Ալավերդի դեպքը։ Ոնց հարցնեք, ես ասելու եմ, որ ես մեծամասամբ երևի թե սխալվում էի։ Գիտեք ինչի։ Ինչու՞։ Որտեղ ես հավատացել էի այն լեգենդներին, թե իբր այդ ավականու անդամը փոխել է ճամբարը, որտեղ իրան պաշտոն են խոստացել, բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնն են խոստացել, այսքան ժամանակ անցել է, ոչինչ պաշտոն էլ չեն տվել այդ մարդուն։ Եվ ես սխալվում էի հավատալով այդ ասացին երկրորդը չոր մի պահ չալարեցի սկսեցի նայել քանի որ այդտեղ նիստերը հեռարձակում էին իրանք քիչ համայնքներից է որտեղ նիստերը կարելի է նայեմ այդ ոնց է ժամանակի ընթացքում այդ ավականու անդամը իր մոտեցումը պլավն է փոխում ինչ-որ տրանսֆորմացիա էր ապրում այդ մարդը Հասկացա, օքեյ, մարդը որ կարծիք է փոխել, ինքը ազատ է փոխել, իր կարծիքը փոխեց, կարծիքը փոխելու արդյունքում բայց դա ժամանակի ընթացքում դանդաղ տեղի ունեցող process էր։ Գիտեք, շատ նման Գեգամ Նազարյանին։ Գեգամ Նազարյանն էլ, չէ, ազգային ժողովում Հիշեք Գեգամ Նազարյանին 4 տարի առաջ հիմա շատ կոշտ դիրքորոշումներից էր հանդես գալիս։ Լավը մեկ է կազմությամբ Գեգամ Նազարյանն էլ հաստատ ոչ մեկ Գեգամ Նազարյան ոչ ճնշել է, ոչ ստիպել է, ոչ էլ առել է։ Մարդիկ կարծիք փոխում են, երկու ուղղությամբ էլ նույնը մարդիկ կարծիք փոխում են, նորմալ։ Դրա համար Ալավերդի դեպքը օրինակ էս ստեղից էքսկլյուդ կանեի, բայց մնացածով Վարդենիս Մեծ հաշվով Թալինն էլ, քանի որ մեր բոլորի համար մութ մնաց, թե Թալինը ինչի ավականու անդամը, ի տարբերություն Ալավերդի, որտեղ մենք տեսնում ենք, որ ավականու անդամը դանդաղ կարծիք է փոխում։ Թալինում մենք տեսնում ենք, որ մի գիշերում ավականու անդամը կարծիք փոխում։ Վանաձոր, հիմա որ հիշողություններս լարենք կարող է էլի հիշենք, այո, շատ տեղերում իշխանությունը շատ խայտարակ վատ արել, որտեղ կներեք Վանաձորի քաղաքապետի շատ արածներ Մամիկոն Ասլանյանը չգիտեինք, ինչի միջև չէին ոչ իմանան, ինչ ընտրություններից հետո արեցին։ Դա մեզ բերում այն եզրակացության ընտրություններից հետո արեցին, որտեղ չուզեցին, որ ինքը դառնա քաղաքապետ։ Այս խնդիրը իհարկե կա, կույր պետք է լինի։ Տեղական ինքնակառավարման վրա այս ամեն ինչ ինչպես է անդրադառնում։ Ավելի կենտրոնաձիգ է դառնում համակարգը, ավելի ոչ ֆորմալ հրահանգների են սկսում ենթարկվել։ Նորից նայած ինչի հետ ենք մենք համեմատում, եթե մենք համեմատում ենք Հայաստան տեղական ինքնակառավարման մակարդակը եվրոպական թեկուզ արևելյան Եվրոպայի երկրների տեղական ինքնակառավարման համակարգի հետ, ապա մենք իհարկե շատ հետ ենք։ Ընդ որում այս խոսակցությունը նույնիսկ Չէ, մենք մեզ հետ 18 եւ հիմա 19 եւ հիմա 19-ը մի քիչ դժվար է, որովհետև 19-ին դիմերը ռաունդներով է ելնում։ Բայց եթե նայենք միջև հեղափոխության համեմատ, իհարկե հիմա շատ ավելի լավ է, բայց ես չեմ ուզում մեզ համեմատենք միջև 18 թվի հետ։ Ես չեմ ուզում, որովհետև տենց հավերժ համեմատելու ենք միջև 18 թվի հետ, գնանք հասնենք 18 թվի մակարդակին, չէ, չեմ ուզում։ Եկեք մեզ համեմատենք Վրաստանի հետ, օրինակ, Վրաստանում տեսեք Վրաստանում ինչքան խնդիրներ կան, չէ՞, ժողովրդավարության հետ։ Իրանց մոտ տեղական ինքնակառավարումը շատ ավելի կայացած է, քան մեր մոտ։ Շատ ավելի մեծ կարևորություն է տրվում այդ ընտրություններին, իսկապես իշխանությունը այնտեղ է ձևավորվում։ Ընդ որում ուրիշ բան էլ ասեմ, Վրաստանում, այս մենք հիմա քննարկման թեման փոխում ենք, բայց Վրաստանում տեղական ինքնակառավարման հետ կապված կառուցակարգերը որակապես այլ են։ Այսինքն այնտեղ թիմերը շատ ավելի քիչ են կախված պետական իշխանությունից, քան մեր մոտ։ Շատ ավելի անկախ են։ Հա, շատ ավելի քիչ են կախված։ Այնտեղ թիմերի երաշխավորված է, որ այդ թիմի տարածքում հավաքագրված պետական հարկերի ինչ որ մասն այդ թիմ գալու Հայաստանի պես չի, որ թիմը գնում է եւ պետությունից հայցում է, չգիտեմ, սուբվենցիոն ծրագիր, սենց ծրագիր։ Այսինքն լավ, նույնիսկ Վրաստանի հետ համատած մենք դեռ շատ հետ ենք։ Հասկանալի է։ Թիմերի վրա ինչպես է ազդելու այս ամեն ինչը։ Վերադառնալով հարցին ինչի են այս process-ները տեղի ունենում, որովհետև իշխանությունը այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուղղակի իշխանությունը զավթելու ամբողջությամբ ուզուրպացնելու ցանկություն ունի։ Այս մարդիկ վերարտադրվելու ճանապարհով են գնում։ Եվ այո, ընտրությունների ժամանակ շատ կարևոր է թե ով է քաղաքապետը եւ ինչ process-ներ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում մոլուցք ունենալ, սեփական տեխնացույն ունենալու, առանձին դեպքերում կամ քրեական գործեր հարուցել կամ
լավ պատբառ եմ ասել, գողություն անել ձայների հակառակ կողմից ու տենց միամիտ դեմքով Դանիելին ման ասել շատ զարմաց ձայների գողություն։ Ինչ ձայների գողություն։ Տեխնացուների վազք անասնագողություն տեղի ունենան, որպեսի մի թիմից դեպի մյուսը տանում են մարդկանց, ու սենց կլոր դեմքով զարմացած Դանիելը ասում է, Ալավերդիում ասում է, Հայաստանի երևի ամենակրիմինալ քաղաքներից մեկն է, ասում է, դե մարդը կարծիք է փոխել Ալավերդիում, լուրջ եք ասում։ Ալավերդիում այդ ինչով ունեն, իհարկե ունեն, բայց նաև այսպես ասած ոչ ցանկալի կարծիք ունենալը չի հավատում այն վարկածին, որ Բարբերաբար եւ ժամանակի ընթացքում օրինակ նայում ես թե ոնց է այդ ավականա անդամը լինելով տեղական իշխանության ներկայացուցիչ Դանիել ջան ինքը քննադատում իրանց ասֆալտապատման ծրագրերը վերջապես ընտրություններին ընթառաջ բոլոր տեղերում ունենալ յուրայիններին, որոնք որ կկազմակերպեն այդ վերարտադրությունը տարբեր ձևերով, այդ թվում նաև այդ սուբվենցիաներով, այդ տարբեր վճարումներով, ինչ որ օգնություն տրամադրելով, այսինքն պետական ռեսուրսները օգտագործելով սեփական թիմը ավելի բարձր հնարավորություն տալ, մեծ թվով ձայներ հավաքելու, սա դա հին անհիշելի ժամանակների 34 տարվա մեր պատմությունն է, ինչի մասին է խոսքը։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնում է միլացի, սպասի, հետո կխոսած։ Լավ էլի Մի ջղանացրու։ Դե որովհետև որ դու համեմատում ես։ Դա նույն տրամաբանության մեջ է։ Դու հետո կասես, լսի դու որ խոսում ես, ես չէի ընդհատում, սպասի։ Դա նույն տրամաբանության մեջ է գործում այս իշխանությունը, ինչպես որ նախորդ իշխանություններն են արել։ Մեկին օգնություն են տվել, մեկին աջակցություն են տվել, մեկին, չգիտեմ, տեղավորել են աշխատանքին, երևացողներին այսպես կարծիքն տալի տեղավորում աշխատանքի։ Գնացեք հետաքրքրվեք, ասում եմ եւ կտեսնեք ընտրություններին ընթառաջ ինչի համար են իրանք ուզում այդ քաղաքապետների ջան, սպասի։ Ինչի համար են իրանք գնում համեմատությունը։ Որտեվ այդ համեմատությունը Դանիել, ես այդ տարիքում եմ, որ ինքս եմ որոշում ումը ինչի հետ համեմատեմ, ճանապարհը ես ասում եմ վաստակել եմ իրանք համեմատելու։ Այդ համեմատությունը լավագույն նվերն է ԿՊ-ին, որպեսի ոչ ման առաջ չգնա, նույնիսկ հետ գնա։ Որտեղ դու լուրջ վարչական ռեսուրսի ԿՊ-ին նվեր անելուց մի խոսա։ Դու վարչական ռեսուրսի չարաշահման հիմիկվա մակարդակը բերում համեմատում ես 17 թվի հետ, լուրջ։ Այն ժամանակվա ընտրակաշարքը ու հիմիկվա տենց ինչ որ երևույթները համեմատում ես իրար հետ, լուրջ։ Ոնց ես դու այդ երկուսը համեմատում։ Մի համեմատի, խնդրում եմ, մի համեմատի, որպեսզի նշաձողը կարողանանք բարձրացնել։ Որովհետև այդ համեմատելով դու նշաձողը տանում իջացնում ես 17 թվի հանրապետական կուսակցության նշաձողի մակարդակին։ Նրանք ովքեր դեպի այդ ճանապարհն են գնում, ես չեմ իջացնում։ Օգնում են նրան նաև այն մարդիկ, ովքեր որ ամեն իրավիճակում փորձում են արդարացումներ գտնել այս իշխանությունների համար, ասում դեմը դնելու ու Տիկին Կարապետյան, շնորհակալություն, պարոն Յանիսյան, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Ցավոք մեր ժամանակը ավարտվեց։ Կատեգորիկ շատ հետաքրքիր էր այս քննարկումը։ Տեղ-տեղ մենք ունեցանք կարծիքների իրավիճակներ, որ կարծիքները բավական մոտ էին, իսկ հիմնական մասում կարծիքները տրամագծորեն տարբեր էին, ինչը եւ մենք փորձեցինք հանրությանը ներկայացնել։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։